Հայաստանի 60 գյուղում եւ քաղաքում լույս չկա։ Հայաստանի էլեկտրական ցանցերը հաղորդում է, որ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։ Ընկերությունը հրապարակել է հոսանքազրկված բնակավայրերը։ Հոսանքազրկվել են Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Արարատի, Արագածոտնի եւ Շիրակի մարզերի տասնյակ բնակավայրեր։ Հայաստանում կան փակ եւ դժվար անցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում բուք է նաեւ մերկասառույց։ Սաստիկ բքի պատճառով Սպիտակ Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակ Գյումրի, Թթուջուր, Նավուր ավտոճանապարհը եւ Վարդենյանց Լեռնանցքը նույնպես փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Երևանի քաղաքապետարանն էլ վարորդներին հորդորում է մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փրկարարները վերջին 2 օրում 200-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից եւ 387 քաղաքացու ցուցաբերել են օգնություն։ Լոռու մարզում ընտանիքի 6 անդամներ շմոլ գազից թունավորվել են։ Բուժօգնության տեղափոխվածներից մեկը 1 տարեկան երեխա է։ Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ է տուժել։ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում բախվել են Opel եւ Toyota Magnishi ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանի Իչախ Ռուստամի հայրը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Կոմիտասի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, որից 3-ը դիպել են Ռուստամ Ստեփանյանի հորը։ Ադրբեջանը խաղաղություն է կառուցում ոչ միայն Հայաստանի, այլև հայ ժողովրդի հետ, հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Նա անդրադարձել է Ադրբեջանի Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները կարգավորելու փորձերին։ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Իրանում ցուցարարներին, որոնք դիմակայում են անվտանգության ուժերի ճնշմանը։ Նա ասել է, որ եթե Իրանը կրակի ցուցարարների վրա, ԱՄՆ-ն օգնության կհասնի։ Իրանի իշխանություններն էլ դատապարտում են Թրամփի հայտարարությունը, դա որակելով ուղղակի միջամտություն Իսլամական Հանրապետության ներքին գործերին։ Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլանի, այսպես է Թեհրանի պատասխանը Թրամփին։ Նոր տարվա առաջին օրերին Թայլանդում ավտովթարներից մահացել է ավելի քան 100 մարդ։ Վթարների հիմնական պատճառ են դարձել ոչ սթափ վիճակում վարելը եւ արագություն գերազանցելը։